Ժորժան, տեսա Արտուր Աբրամի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, զրույցը եւ նաեւ տեսա, որ դրանից հետո մի արշավ է սկսել Արտուր Աբրամի դեմ, ընդդեմ Արտուր Աբրամի, որ չգիտեմ, չեմ կարող սրա մասին չխոսել, անկեղծ։ Ուզում եմ ասեմ, որ Արտուր Աբրամը մեծ են հանճարեղ հայ բռնցքամարտիկ է, որը որ միշտ Հայաստանի անունը, վարկանիշը ամբողջ աշխարհում շատ բարձր է պահել։ Արտուր Աբրամը շատ հայրենասեր մարդ է, քաղաքացի է եւ հայ մարդ է, որը որ իր գումարները ներդնում է Հայաստանում, հիմա դպրոց է կառուցում հայ երեխաների համար, այլ ոչ թե այդ փողերը տարել է Դուբայներում եւ չգիտեմ որտեղ է դնում, այլ իր երկրում է դնում։ Իր աշխատած գումարները, հալալ քրտինկով աշխատած գումարները դնում է Հայաստանում եւ իհարկե դա չի կարող հիացմունք չառաջացնել։ Միթե Արտուր Աբրամը, որը մեծ նվաճումներ ունի մեր երկրի համար, մեր երկրի անունը միշտ բարձր է պահել, պատիվը միշտ բարձր է պահել, նրա համար որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ինչ որ արտահայտություններ արել, որով կարելի ասել, որ ինքը սատարում է կամ չի սատարում Նիկոլ Փաշինյանին, ես չգիտեմ, ոնց ով ուզում է մեկնաբանի։ Միթե ինքը արժանի էր բացասական նման արշավի։ Ես կարծում եմ, որ ոչ, որովհետև Արտուր Աբրամը ոչ քաղաքական գործիչ է, եւ բացի դրանից Արտուր Աբրամը իրավունք ունի սեփական կարծիք ունենալու, սատարելու այս կամ այն քաղաքական գործի։ Դա իր սեփական կարծիքն է եւ իր սեփական իրավունքն է, եւ ինքը դրա իրավունքը ունի, եւ իրեն նման բան ասողներին ուզում եմ մենակ մեկ բան ասեմ։ Միթե նորից եմ կրկնում, արժանի են մեր սպորտսմենները, մարդիկ, ովքեր մեծ նվաճումներ ունեն մեր երկրի համար, այն յուրաքանչյուր ոլորտի մարդիկ, ովքեր նման արդյունքներ ունեն գրանցած մեր երկրի համար, միթե արժանի են նման բացասական խոսքերի։ Կարծում եմ, որ արժանի չէր միանշանակ։ Ամեն ինչ կլինի լավ այն ժամանակ, երբ որ մենք մեկս մյուսին հարգենք, մեկս մյուսի կարծիքը հարգենք, իրար հանդեպ նման ատելություն չգեներացնենք, չտարածենք։ Նամանավանդ այն մարդկանց հանդեպ, ովքեր նորից եմ կրկնում, մեծ նվաճումներ ունեն Հայաստանի համար, Հայաստանի պատվի համար, Հայաստանի անվան համար։ Եվ գրեք դուք մեկնաբանություններում, ինչ եք դուք կարծում, Ժորժ ջան։